Այն լեզուներում, որտեղ բառակազմության մեջ շեշտը ավելի քիչ դեր է կատարում, դրանք ավելի զարգացած լեզուներ են։ Օրինակ հայերենում շեշտը փոխելուց շատ հազվադեպ բառեր կարող են լինել, որտեղ շեշտը փոխելուց ամբողջ բառի իմաստը փոխվի։ Եվրոպական լեզուներ կան, որտեղ բառի մեջ շեշտը փոխելուց բառը ներկա ժամանակի առաջի դեմքից կարող է դառնալ անցյալի երրորդ դեմք կամ ամբողջ իմաստը հնարավոր է փոխվի։ Այդպիսի լեզուներից է նաև ռուսերենը։ Օրինակ զամկ եւ զամոկ ամբողջ իմաստը փոխվեց։ Սլավա եւ սլավա։ Այս բառի մասին նույնիսկ Արամ Իսահակյանը հումոր ուներ, ասում էր Մոսկվայի ռադիոն իմ երգերը հաղորդելուց ինձ միշտ փառք է տալիս, ասում է Սլավա Արամ Իսահակյանը։ Սա դեռ եվրոպական լեզուներում, իսկ չինարենում եւ արևելքի մի քանի այլ լեզուներում նույնիսկ ոչ միայն շեշտը, այլ նույնիսկ ելևէջն է դեր կատարում։ Նախադասության ելևէջը եթե փոխում են, նախադասության ամբողջ իմաստը կարող է փոխվել։ Այդ պատճառով էլ չինարենը եւ հեռավոր արևելքի լեզուները ամենադժվար սովորվող լեզուներից են։